Ինչքան էլ դժվար է, պետք է անկեղծ ներկայացնել հարազատներին իրենց երեխայի խնդիրը։ Մենք զարգացրեցինք եւ բավական լուրջ նախապատրաստական աշխատանքից հետո ներդրեցինք Վիգմոր մանկական հիվանդանոցում էպիլեպսիայի վիրահատական բուժումը։ Ամենակարևոր գործոնը ամեն դեպքում մեր ամբողջ էպիլեպսիայի որպես հիվանդություն մոտեցումը աշխատել հենց օջախի չեզոքացման վրա, իսկ մնացած գործոնները, որ նախատրամադրող են, ռիսկի են եւ տարբեր էլի դասակարգումների մեջ մտնում են, իրանք արդեն քանի որ չկա հիմնական կենտրոնական օջախը, ավելի կառավարելի են դառնում։ Վիրահատությունից հետո մենք շարունակում ենք հակացնցումային բուժումը, համոզված լինելով, որ մեր վիրահատական կատարած աշխատանքը բավարար է, իրոք բավարար է ցնցումների դադարի համար։ Էպիլեպսիայի վիրահատական բուժումը բերում է տալիս է առողջացման շանս։ Երբ որ դու այդ օջախը հեռացնում ես, ուղեղի մյուս ֆունկցիաների վրա դա չի ազդում։ Այո, կարող է որոշ բան փոխվի։ Եթե օջախը խիստ հարում է կամ տեղակայված է շարժողական, լսողական կամ խոսքի կենտրոնում, մենք նախորդ ծնողներին բացատրում ենք, որ կարող է ունենանք խոսքի որոշակի խանգարում, շարժումների որոշակի խանգարում, երբեմն մեծ մաս ուղեղ հեռացնելուց հետո նույնիսկ որևէ տեսանելի հոգեբանական, հոգեկան շեղում չենք տեսնում։ Իրականում շատ կարևոր գործ եք անում։ Ողջույն, ձեզ հետ է ձեր լավ բժիշկը։ Այսօր մենք հյուրընկալել ենք Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի նյարդավիրաբուժության ծառայության պատասխանատու նյարդավիրաբույժ բժիշկ Էդուարդ Ասատրյանին։ Բարև ձեզ բժիշկ Ասատրյան, շատ շնորհակալություն, որ հյուրընկալվեցիք մեզ մոտ։ Վերջերս գտնվել ձեր մոտ։ Մերսի, վերջերս Հայաստանում շատ կարևոր վիրահատություն իրականացվեց էպիլեպսիայի վիրաբուժական միջամտության ուղղում, որը Հայաստանի համար շատ կարևոր է եւ ինչքան շատ լինի նմանատիպ վիրահատություններ, այնքան մեր երեխաները ավելի առողջ կլինեն, բայց մինչև դրան հասնելը, որ դուք արեցիք այդ վիրահատությունը, դուք անցել եք շատ երկար, հետաքրքիր ճանապարհ, որը ուսուցանելի է նաև մեր երիտասարդ բժիշկներիս համար։ Կուզեմ սկսենք ամենասկզբից, ոնց որոշեցիք դառնալ բժիշկ եւ հետո նեղ մասնագիտությունը ոնց ընտրեցիք նյարդավիրաբուժություն։ Բժշկություն ընտրելը ընդհանուր առմամբ երևի թե ինչ-որտեղ ինքնաբերաբար էր, որ ընտանիքում տեսնելով ծնողներս բժիշկ են, հայրս եւ մայրս նյարդաբան եւ ֆտիզիատր, փոքրուց տեսել եմ մեր տանը գործից դուրս երեկոյան ժամերին մարդկանց իրանց հոգսերով, որ պահանջում էր ծնողներիս ուշադրությունը, այսինքն այդ խնամքը, հոգատարությունը, նույնիսկ ընտանիքի հաշվին, ազատ ժամերի հաշվին տեսել եմ։ Դպրոցական տարիներին որոշ պատկերացում արդեն ինքս ունենալով բժշկության մասին, ինձ դուր է եկել ու կարելի դրա համար եմ ասում ինքնաբերաբար, երևի թե գնում էի դեպի բժշկություն։ Դժվար էր իհարկե այդ պատրաստական փուլը, դժվար էր դիսցիպլինան, որ պետք է հատկացնեինք այդ ժամերը, որ պարապենք շտեմարանները, որտեվ զուգահեռ ընկերական կյանքներ, շրջապատներ, անձնական որոշ ժամանակ էր պետք տրամադրել։ Դժվար էր այդ մեծ ծավալը յուրացնել։ Ու ստացվեց, անցա բժշկական ինստիտուտ եւ մի նոր աշխարհ, ինչ առումով, որ մենք մեզ համարում ենք, մենք շրջանից ենք, Գյումրիից ենք, եկել ենք Երևան, ուրիշ բարքեր են, բայց այն որ լուրջ ծանր թեմա են յուրացնում, հետն էլ պետք է հարմարվենք նոր իրականությանը, նոր բարքերի, նոր հարաբերություններ կառուցել սովորենք, ուզում ասեմ զուգահեռ էր, քրթական մասը իրոք դժվար էր, բայց երբեմն պակաս դժվար չէր նաև այդ հասարակական այդ անձնային շփումները կուրսեցիների հետ, դասախոսների հետ, բայց դա առաջին նպատակը բժիշկ դառնալն էր ու երբ որ արդեն դժվար կուրսերից հետո կլինիկական մասին անցանք ու տեսնում էի հիվանդներ, զգում էի, որ այո, ես ուզում եմ հասկանամ իրանց խնդիրը, առավել եւս սովորել եմ, որ բուժեմ իրանց խնդիրը, ու ավելի ինձ դարձավ հարազատ։ Շատ շուտ անցան այդ տարիները, թեկուզ ընթացքը ծանր էր ու երկար էր թվում, բայց որ հետ ենք նայում, շատ շուտ անցան այդ 6 տարիներ, ավարտեցինք, լավ հասկանում եք հիմա ինչ շրջանում եք դուք։ Մենք էլ անցանք այդ շրջանը։ Գրիվ ինչ որ պատմեք, ոնց որ իմ մասին պատմեք։ Եվ հետաքրքիր էր, որ այդ շրջանում նաև այո, համալսարանը անցնում էր նոր ֆորմատի կրթական,
բանավոր քննությունները փոխարինվում էին թեստերով, անցյալ տարի ուրիշ էր, այս տարի նոր մոտեցում է, ամբողջին մենք պիտի հարմարվեինք։ Եթե մեծ կուրսերի մարդիկ իրենց նախորդ կուրսերից կարողանում էին որոշ բաներ կրկնօրինակել, մերը համար նոր էր ու դժվար էր, բայց ամեն դեպքում, ինչպես ասեցի, հաղթեցինք։ Եվ հիմա մնում էր ավելի նեղ մասնագիտական ընտրությունը, որը սկսվեց արդեն երևի կլինիկական 4-5-րդ կուրսերից, երբ ամառային պրակտիկաս հաջողվեց ինձ բախտ ունեցա անցկացնել, կային ծրագրեր ամառային պրակտիկան անցկացնել եվրոպական որևէ երկրում։ Եվ առաջի տարին 3-րդ կուրսից հետո իմ համակուրսեցու հետ, ընկերոջս հետ անցկացրեցինք Clermont-Ferrand քաղաքում, Ֆրանսիայի Clermont-Ferrand քաղաքում նյարդավիրաբուժական բաժանմունքում, որի ժամանակակից այն ժամանակվա համար շատ առաջատար եւ մեր համար լրիվ ֆանտաստիկ մեթոդներով վիրահատության ժամանակ ախտորոշում էին, կարողանում էին վերիֆիկացնել խոսքի կենտրոնը, շարժողական կենտրոնները, այսպես հիմիկվա ասած նեյրոնավիգացիոն, ակտիվ նեյրոնավիգացիոն տեխնոլոգիաները կիրառելով, դա ամրապնդեց նեյրոխիրուրգիայի իմ հակվածությունը, որ ավելի բարդ է, մենք էլ երևի ես էլ հակում ունեի ավելի բարդին ցկտել ու անցանք ու հակվեցի որ հաջորդ 2 տարիներին նույնպես եղան պրակտիկայի առիթներ եւ ամրապնդվեց որ նեյրովիրաբույժություն եմ ընտրելու, բայց արդեն ինստիտուտի վերջի տարիներին երբ շփվում ենք մյուս օրդինատորների, կլինիկական օրդինատորներից հասկանում ենք որ Հայաստանում նյարդավիրաբույժությունը դժվար կլինի Հայաստանի շրջանակներում կայանալ եւ հասնել ցանկալի արդյունքի եւ բախտի բերմամբ 6-րդ կուրսի մանկական վիրաբուժության ցիկլի ընթացքում Հայաստանում էր գտնվում մեր հայազգի պրոֆեսոր Վիլյամ Արամիչ Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգի Պալենովի անվան ինստիտուտից, նեյրովիրաբուժության ինստիտուտից եւ անձնական շփում առիթ եղավ մեր խմբի հետ շփվեց, կիսվեց, ներկայացրեց նեյրովիրաբուժությունը իր պատկերացմամբ եւ առավել եւս առաջարկից եթե ինչ-որ մեկը կուզի կարող են դիմել համապատասխան մեթոդ ճանապարհով եւ լուրջ տրամադրվել մոտ 5 տարի ժամկետով այցելել Լենինգրադ եւ Սանկտ Պետերբուրգ եւ մտնել այդ աշխարհը։ Եվ այդպես էլ արեցինք։ Ծնող ընտանիքիս հետ որոշումը կայացրինք, որովհետեւ պետք էր այդ արտերկիր գնալ, որոշակի խնդիրներ կային, արգելքներ, որոնք բարեհաջող հաղթահարվեցին ու գնացի Լենինգրադ Վիլյամ Արամիչի մոտ մի հատ էլ ոնց որ կրկնվեց են ինստիտուտի առաջի տարիները, որ նոր աշխարհ, նոր միջավայր, բայց ավելի փորձառու էի, լեզվական արգելք չունենք, ստացվեց արձինատուրան վերջացնել, բայց Վիլյամ Արամիչը մինչև այդ լինելով Հայաստանում ու իմանալով Հայաստանի նեյրոխիրուրգիական խնդիրները եւ պահանջված ուղղությունները շեշտում էր ու ուշադրությունը հրավիրում էր, որ նեյրովիրաբույժության մեջ էպիլեպսիան Հայաստանում առավել ակտուալ է զարգացնել։ Եվ արդեն գիտական մասը արձինատուրայից հետո ասպիրանտուրայի մասը անցա էպիլեպսիայի վիրահատական բուժման նոր մեթոդների ներդրման մանկական պրակտիկայում։ Եվ գիտական թեզը ավարտելուց հետո արդեն 16 թվականին երբ ատենախոսությունս պաշտպանեցի, հույս էի, վստահ էի, գիտեի, որ պետք է աշխատեմ Հայաստանում եւ այդ ամբողջ կուտակած փորձը ներդնել Հայաստանում։ Ուզեմ ասել, որ հիմա երբ որ առնչվում եմ ու տեսնում մեր կլինօրդինատորների առօրյա աշխատանքը եւ դժվարությունները հասկանում եմ, որ իրականում Հայաստանի ծավալները շատ փոքր են բավական հմտություններ կուտակելու համար եւ երբ որ ես Պետերբուրգից վերադարձա եւ վիրահատարան մտնելուց շատ ինքնավստահ էի եւ ղեկավարները տեսնում էին, որ չնայած երիտասարդ է, բայց նաեւ չնայած երիտասարդ, բայց տեսնելով այնտեղի մեծ փորձը, քանի որ նախ գտնվել եմ նեյրովիրաբուժական ինստիտուտում ֆեդերալ մակարդակի, որտեղ բազմաթիվ վիրահատություն, օրական 3-4 վիրահատություն մանկական նեյրովիրաբուժական, դա մեծ ծավալ էր եւ այսպես ասենք, ուզենք չուզենք պետք է առնչվենք ոչ միայն էպիլեպսիայի, այլ նաեւ զանազան նեյրովիրաբուժական դիսցիպլինների եւ ակտիվ մասնակցելով այդ ամենին, արդյունքում դու ես ինքս վստահ եմ զգում Հայաստանում, որտեղ փոքր ծավալների մեջ եւ ավելի པարզ դեպքերի մեջ ինքնավստահ եմ զգում։ Ինչն էլ մեծ գրավական էր արդեն ունենալով մասնագետի դիպլոմ, ունենալով գիտական աստիճան Հայաստանում հանգիստ
մուտք գործել այդ ոլորտ։ Իսկ այդ ամբողջ ընթացքում ֆինանսական դժվարությունները ո՞նց է կարողացել հաղթահարել։ Ուսումը ո՞նց էր, այնտեղ պիտի անվճար էր, թե վճարովի էր, ո՞նց է ապրել, այդ վայրը ո՞նց է ստացվել։ Ինչ որ անվճար տարբերակներ կային, որը ինչ որ որոշակի հարաբերություններ եւ ինչ որ կապեր էր պահանջում, մենք այդ ուղղությամբ չգնացինք, մենք ընտրեցինք վճարովի տարբերակը։ Վախտի բերմամ ծնողներս կարող էին այդ տարիներին հատուցել այդ ծախսերը եւ ես այդ մասով չունեցա խնդիր, որը առանցքային կարևոր դեր ունի, երբ ես նույն Պետերբուրգում սովորելու տարիներին նույն սկսած Երևանից եւ Պետերբուրգում սովորելու տարիներին կարիք չունեի աշխատել, վաստակել գումար։ Դա շատ կարևոր էր, կարող էի կենտրոնանալ մասնագիտական եւ հմտությունների զարգացման վրա։ Վճարում էին ծնողներս, բայց Լենինգրադում, քանի որ հետսովետական շրջան էր, մարդիկ, հիվանդները, ծնողները, այդպես երախտագիտությունը նույնպես հայտնում էին հաճախ եւ հաջող վիրահատություններից հետո մոտենում էին, ուզում եմ ասել, դա որոշակի կողմնակի լրացուցիչ աջակցություն էր, բայց իհարկե հիմնական բեռը ծնողներիս վրա էր։ Ոնց հասկացա այդ ամբողջ process-ը, որ անցել եք, ամեն օր ոնց որ այդ ամեն ինչի մեջ թրծվել, կոփվել եւ այլն դարձել եք, ոնց որ մասնագետ, ով որ չի վախենում հիվանդից, դա շատ կարեւոր է եւ ոնց որ ես էլ որ եթե ես որ ուզում եմ դառնամ բժիշկ, ուզում եմ տենց լինեմ, էլի որ մոտենամ հիվանդին, չվախենամ իրանից։ Իսկ որ եկաք արդեն հետ Հայաստան, տեսակ որ Հայաստանում իրականում բաց կան վիրաբուժության, հատկապես մանկական, ու սկսեցիք ձեր գործունեությունը Հայաստանում, տարբերությունները Հայաստանի ու Սանկտ Պետերբուրգի, ընդհանրապես Ռուսաստանի այդ ծավալների առումով եւ աշխատանքի կազմակերպման, այդ նորից էլի եղավ ադապտացիոն խնդիր, չեղավ, այդ շրջանը ոնց կարողացաք հաղթահարել։ Այո, որոշակի դժվարություններ եղան, բայց դրանք շատ ավելի փոքր էին անհամեմատելի կրթական տարիների եւ գիտական այդ թեզերի աշխատանքի դժվարությունների հետ։ Երևի թե քանի որ ասպիրանտուրայի ընթացքում ես բարբերաբար գալիս գնում էի IT հիվանդանոցում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում աշխատում էի, աշխատել էի կարճ ժամկետներով, ինձ ծանոթ էին որոշակի խնդիրներ, բայց որոշակի խնդիրների արդեն առնչվեցի, երբ որ ինքս վիրահատում էի, արդեն որոշակի պարտավորություններ ունեի թե ադմինիստրացիայի, թե բաժանմունքի ղեկավարի նկատմամբ հանդեպ, կասեի, որ դրանք շատ ավելի հեշտ լուծելի էին։ Ավելի դժվար էր որոշ կազմակերպչական հարցեր, որը պետք էր անել, պետք էր ինքներս լուծեինք, որոշակի պարագաներ չէին բավարարում, որոշակի բաներ պետք էր կազմակերպել, որ իրականում մեր շրջանակներում չէր, բայց մենք էինք անում, դրանք համակարգային խնդիրներ էին, որ ոչ միայն մանկական, այլև մեծ հասակների հիվանդանոցներում կան։ Դա Հայաստանի իրականությունն էր, որը իհարկե լուրջ խնդիրներ, լուրջ էր առհասարակ, բայց զուտ իմ համար որպես սկսնակ ներովիրաբույժի չէր խանգարում իմ գործը անել։ Բուժառուների, հարազատների հետ շփումը նույնպես ի ուրախություն ինձ հեշտ է ստացվում, որի համար ես կարծում եմ, որ հիմնական գրավականը դա անկեղծությունն է, ծնողին անկեղծ ներկայացնել ինչ է կատարում երեխայի հետ, ինչ ախտորոշում ունի եւ բնականաբար ավելի լավ իմանալով երեխայի խնդիրը, քան ծնողները, վերցնել պատասխանատվություն, փորձել շտկել այդ խնդիրը։ Համեմատելով մյուս բժիշկների հետ, ովքեր ունենում էին երբեմն խնդիրներ, իմ համար պարզ դարձավ, որ ինչքան էլ դժվար է, պետք է անկեղծ ներկայացնել հարազատներին իրենց երեխայի խնդիրը եւ ավելի հեշտ կլինի հետագա շփումը։ Երբեմն մեր բժիշկները ունենում են հարազատների հետ խնդիրներ, որը գալիս է քիչ ժամանակ տրամադրելուց։ Եվ ես ընտրել էի այն ճանապարհը, որ ավելի լավ է սկզբից մի քիչ երկար ժամանակ տրամադրել, ավելի հիմնավոր բացատրել ինչումն է խնդիրը, որ հետագա ճանապարհի ընթացքում ինչքան դժվարություններ էլ լինի, մենք այս կամ այն ձևի նախորոք դրան անդրադարձած լինենք։ Եվ դա կարծես ճիշտ աշխատեց։ Իհարկե որոշ դեպքերում դա շատ է ժամանակ խլում, հոգնեցնում է, բայց կարծում եմ, որ դա օգտակար է ու ոնց որ ասվում է բժշկության մեջ մենք բուժում ենք ոչ թե հիվանդությունը, այլ նաև հիվանդին եւ նրա հարազատների մտահոգությունները փարատելու ուղղությամբ ենք գնում։ Այդ միանշանակ օգնում է։ Ես վստահ եմ, որ ես էլ իմ պրակտիկայում որպես օգնական եւ ինչքան փորձել եմ, ինչքան լավ ես բացատրում պացիենտին, որ
օրինակ չգիտեմ 17 հոգի հերթում սպասում են, բայց օրինակ քո բալիկը կայուն է եւ կարելի է որ ինքը սպասի ինչ որ մի շրջան, բայց օրինակ այս մարդը մյուսը 40 աստիճան ջերմություն ունի կամ տրավմայով բալիկա, պետք է իրան ավելի արագ օգնություն ցույց տալ եւ երբ որ ճիշտ ես ներկայացնում այդ խնդիրը թե ինչի իմ երեխուն առաջինը չեք նայում, հատկապես դե հայրից մոտ շատ կա չէ այդ բանը որ իմ երեխան է ամենակարևորն է ոնց որ իրան սախ է ոնց որ ես եմ կարևոր բան, բայց կարծում եմ ճիշտ եք ասում որ ինչքան լավ ես ներկայացնում, ինչքան ճիշտ ես ներկայացնում ամենասկզբից, որ ու երբ որ վստահությունը դեպի քեզ կա, որպես մասնագետի, հետո արդեն դու էլ ավելի հեշտ ես աշխատում հենց բուն բժշկական բժշկելու գործում, կարծում եմ այդ առումով լրիվ համաձայն եմ ձեր հետ, իսկ բանը այս որպես նեյրովիրաբույժ բան ավելացնեմ, որ ձեր ասածը շարունակելով, որ մենք հիմա երբ որ նոր մշակույթ ենք ներդնում, ես այդպես կարող եմ վստահ ասել Հայաստանում մանկական բժշկության ոլորտում առաջի տեղում զգում ենք կարևորությունը եւ առանձնացնում ենք ապրումակցումը մարդիկ այո իրենց համար իրենց երեխան միակն է ամենաբարդն է ու ամենաարագ օգնության կարիք ունի եւ առաջին մոտենալ ինչ որ մի բան ասել փորձել վերաբերմունք ցույց տալ որ իրենք եկել են եւ մենակ չեն արդեն իսկ մենակ չեն իրենց խնդրի հետ հետագայում ավելի հեշտացնում է մեր աշխատանքը եւ կարճատև այսպես ասած թթու խոսքը կարող է ամբողջ այնպիսի լարվածություն առաջացնել որ շատ վատ ազդի մեր հետագա թե բուժական թե անձնետ հարաբերությունների լրացուցիչ լարվածությունը կարող է առաջանալ մի հատ շատ փոքր խնդրից իսկ նեյրովիրաբուժությունը որպես մասնագիտություն ինքը շատ լայն, շատ գեղեցիկ մասնագիտություն ու շատ բարդ ոնց որ դուք նշեցիք նրա մեջ տարբեր ճյուղեր կան եւ կա պլանային վիրահատություններ եւ կան անհետաձգելի դեպքեր եւ դուք այդ երկուսով էլ զբաղվում եք երկու ուղղությամբ կուզեմ մի քիչ հիմա պլանայինից մի քիչ խոսենք Ընդհանրապես ինչ է լինում պլանային վիրահատությունների ժամանակ եւ նաեւ արդեն պատմեք էպիլեպսիայի վիրահատությունը ոնց եղավ որ իրականացվեց ու ներդրվեց նաեւ Վիգմորում եւ հետո նաեւ խոսենք արդեն emergency case-երի մասին թե ոնց որ անհետաձգելին ոնց է լինում Այո մեր առօրյայի նյարդավիրաբույժների մանկական առավելևս նյարդավիրաբույժների առօրյայի մի կարևոր մասը դա պլանային դեպքերն են երբ մենք ունենք ամբուլատոր սնումներ, որոնցից ընտրվում են վիրահատական դեպքեր։ Պլանային վիրահատությունները մեր ամենահետաքրքիր, մեր ամենացանկալի թե բուժման առումով, թե զարգացման առումով դեպքերն են։ Ես կասեի, որ կեսից ավելին են կազմում մեր վիրահատական ակտիվության, դրանք ուռուցքներ են, դրանք զարգացման տարբեր արատներն են, որոնք այո մենք երբեմն ունենք ժամանակ հանգիստ պլանավորելու, նախապատրաստվելու եւ նաեւ որոշ հիվանդություններ, օրինակ ուռուցքներ կամ ինչ-որ հիդրոցեֆալիայի դեպքում հիվանդների վատացման դեպքերում պետք է շտապ միջամտել այո, բայց պլանային ընդհանուր ասածը շատ ավելի հետաքրքիր է եւ մենք հանգիստ ենք այդ ոլորտում պլանայինների մեջ ավելի առաջ գնալու համար մենք զարգացրեցինք եւ բավական լուրջ նախապատրաստական աշխատանքից հետո ներդրեցինք Վիգմոր մանկական հիվանդանոցում էպիլեպսիայի վիրահատական բուժումը Ես ինչպես ասեցի դեռ Սանկտ Պետերբուրգում ուսանելու տարիներին շատ խիստ առնչվեցի այդ խնդրի հետ ասեմ որ վիրահատական բուժման դիմում են շատ հիվանդության ուշ էտապներում էպիլեպսիայի վիրահատական բուժման դիմում են հիվանդության բարդացած ուշ դեպքերում երբ ամբողջ ընտանիքը արդեն ուսալքված է մեզանից լավ գիտի բոլոր դեղորայքները շտապ ինչ որ միջամտություններ որ պետք է անել երեխային, հա, ցնցումների ժամանակ եւ Հայաստանում դա նույնպես շատ ակտուալ էր, բայց կուզեմ առանձնացնեմ, որ միայն նյարդավիրաբույժը դրանով զբաղվել չի կարող։ Իմ օրինակի վրա ես կարող եմ ասել, որ ունենալով բավական փորձ այդ ոլորտում կատարելով գիտական աշխատանք միայնակ չստացվեց կատարել այդ գործը եւ կարծես ես թողեցի դա ավելի հարմար շրջանի եւ արդեն Վիգմորում ունենալով նոր թիմ, ունենալով նոր տեսլական համագործակցության եւ արտասահմանյան կապերի մեծ հնարավորություններ մենք նորից վերադարձանք
այդ մոտեցմանը, այդ բուժման ներդրմանը եւ ունեցանք նախապատրաստական լուրջ շրջան, համագործակցություն Ամերիկայի առաջատար մանկական կլինիկաների հետ եւ նրանց մասնագետների, մենթորների հետ մեկտեղ Հայաստանում ներդրեցինք էպիլեպսիայի վիրաբուժության այդ մոտեցումները։ Ծնողների հետ նույնպես ունենք որոշակի խնդիրներ նրանց ճիշտ բացատրելու ինչումն է կայանում վիրաբուժության էությունը, երբ որ նրանք հասկանում են, որ կա կենտրոն գլխուղեղում, որը պատասխանատու է լիցքերի համար, որոնց դեղորայքը չի կարողանում չեզոքացնել, հաջորդ քայլը կարող ենք լինել մենք, ներովիրաբույժներս, բայց ինչպես ասեցի, միայնակ դժվար է այդ հարցը լուծել եւ ամբողջ աշխարհը ունի թիմային մոտեցում, կա նախավիրահատական նախապատրաստման թիմ, որը ներառում է նեյրոհոգեբանների, էլեկտրոֆիզիոլոգների, նյարդաբան էպիլեպտոլոգների, ռադիոլոգների, նեյրոխիրուրգների, ովքեր համատեղ քննարկման արդյունքում կարողանում են որոշել, որ այո, տվյալ պացիենտը հանդիսանում է լավ տեխնացու վիրաբուժական բուժման համար եւ սպասելի է, որ այդ օջախը, որը շատ դժվար է նախավիրահատական նույնպես հայտնաբերել, հեռացնելուց մենք կունենանք ցնցումների դադար, ցնցումների վերացում եւ երեխայի նախկին ֆունկցիոնալ հոգեհուզական վիճակի պահպանում։ Մի հարց կարելի է, բայց էպիլեպսիան բազմագործունային չէ հիվանդությունը, այսինքն երբ որ դու վերացնում ես գլխուղեղի այդ ակտիվ օջախը, բացի իրանից, ոնց որ այդ ակտիվ օջախից էլի գործոններ կան, որ նպաստում են, որ էպիլեպսիան ոնց որ դրսևորվի։ Արդյոք երբ որ հեռացնում ես, իրոք լրիվ հեռանում է, այն մյուս գործոնների ազդեցությունը չի ազդելու, որ նորից կրկնվի անավիրահատությունից հետո։ Այո, բազմագործունային է էպիլեպսիան, բայց հենց նախավիրահատական նախապատրաստման խնդիրն է, որ կարողանանք հիմնավորել եւ հասկանալ, որ այո, բազմագործունային լինելով կա նաեւ մի առաջատար գործոն, որը լավագույն դեպքում սահմանափակ օջախ է գլխուղեղում, որի հեռացումը կլինի բավարար ցնցումների դադարի համար։ Այո, կմնան մյուս նախատրամադրող գործոնները, բայց առանց հիմնական գործոնի ցնցումները ուղղակի չեն դրսևորվի եւ մենք ունենանք ցանկալի արդյունք ցնցումների դադար։ Այսինքն ամենակարևոր գործոնը ամեն դեպքում մեր ամբողջ էպիլեպսիայի որպես հիվանդություն մոտեցումը աշխատել հենց օջախի չեզոքացման վրա, իսկ մնացած գործոնները, որ նախատրամադրող են, ռիսկի են եւ տարբեր էլի դասակարգումների մեջ մտնում են, իրանք արդեն քանի որ չկա հիմնական կենտրոնական օջախը, ավելի կառավարելի են դառնում։ Այո, նշեմ, որ վիրահատությունից հետո մենք շարունակում ենք հակացնցումային բուժումը համոզված լինելով, որ մեր վիրահատական կատարած աշխատանքը բավարար է, իրոք բավարար է ցնցումների դադարի համար։ Եվ որոշ ամիսներ, տարի հետո համոզվելով, որ այո, ցնցումներ չկան, երեխան դեղորայքով վիրահատությունից հետո չի ցնցվում, կարողանում ենք մտածել դեղորայքի պակասեցնելու եւ դեղորայքը դադարեցնելու մասին, ունենալով, ուզում եմ նշել, որ էպիլեպսիայի վիրահատական բուժումը բերում է տալիս է առողջացման շանս։ Եթե դեղորայքային բուժման ֆոնին մենք չունենք ցնցումներ եւ հիվանդը շարունակ խմում է դեղորայք, նա ընդամենը ռեմիսիայի կամ արտադադարի մեջ է։ Եվ դա կարող է ամբողջ կյանքը շարունակվել, ինչպես դիաբետի դեպքում, հիպերտենզիվ հիվանդության դեպքում, բայց վիրահատական բուժման դեպքում, երբ հաջողվում է հեռացնել օջախը եւ որոշ տարիներ, օրինակ 1.5-2 տարի հետո չունենք ցնցումներ եւ էլեկտրոֆիզիոլոգիորեն ուղեղը հանգիստ է, կարողանում ենք դեղորայքը նվազեցնել եւ հասնել առողջացման, առանց դեղորայքի, առանց ցնցումների կյանքի։ Շատ հետաքրքիր։ Իրականում, բայց մի հատ բան, երբ որ դու այդ օջախը հեռացնում ես, ուղեղի մյուս ֆունկցիաների վրա դա չի ազդում, որտեվ ամեն դեպքում ինչ որ կտոր հանեցիր չէ ուղեղից, ինչ որ բան չի փոխվում։ Տեսանելի դեպքերում, այո, կարող է որոշ բան փոխվի։ Եթե օջախը խիստ հարում է կամ տեղակայված է շարժողական, լսողական կամ խոսքի կենտրոնում, մենք նախորդ ծնողներին բացատրում ենք, որ կարող է ունենանք խոսքի որոշակի խանգարում, շարժումների որոշակի խանգարում, եւ դա սպասելի է, բայց հոգեբանական, նեյրոհոգեկան ոլորտում երբեմն ելնելով ուղեղի կառուցվածքի եւ ֆունկցիոնալ բարդությունից, երբեմն մեծ մաս ուղեղ հեռացնելուց հետո նույնիսկ որևէ տեսանելի
հոգեբանական, հոգեկան շեղում չենք տեսնում։ Իհարկե դրանք կան, բայց ցնցումները իրականում ունեն շատ ավելի դեստրուկտիվ կազմաքանդող ազդեցություն նորմալ ֆունկցիայի դրսևորման համար, քան եւ որ որոշակի տեղամաս նույն այդ օջախի շրջակա հյուսվածքը հեռացնելով մենք չենք ունենում տեսանելի շեղումներ։ Իսկ երբ որ պետք է սպասելի են այդ շեղումները, իհարկե նախավիրահատական մենք խոսում ենք ծնողների հետ, բացատրում, որ որոշ դեպքերում այո կարող է ունենանք կա ռիսկ ունենալու խոսքի արտանքում, շարժումների վատացում եւ համատեղ որոշումը դա էլ հենց բարդությունն է նախավիրահատական նախապատրաստման ունենալով մեր կոնցեպտը բուժման մենք դա պետք է հասցնենք հիվանդատիրոջը ծնողներին, որովհետեւ փոքր տարիքում նրանք են որոշում կայացնում իրենց երեխայի հետագա ապագայի համար եւ ծնողին դա պետք է հասցնել բացատրել, որը երբեմն նույնպես երկարատև դժվար առավել եւս մեր հասարակության որոշակի առանձնահատկություններից ելնելով դժվար նույնպես աշխատանք է։ Բայց հնարավոր է հետագա հետվիրահատական ռեաբիլիտացիայի միջոցով ինչ որ չափով կոմպենսացնել եւ այդ շարժողական այդ խոսքի բաները կորուստը թե լրիվ անվերադարձակորում։ Սովորաբար մենք դա նախավիրահատական կարողանում ենք հասկանալ եւ ինչ որ չափ վիրահատության ժամանակ կառավարել։ Կան նաեւ վիրահատական մեթոդներ, երբ մենք վիրահատության տեսակներ, երբ վիրահատության ժամանակ հիվանդին կարողանում ենք արթնացնել եւ հեռացնել օջախի այն մասը, որը կոնկրետ հիվանդին տվյալ պահին գնահատելով որ չի բերի լրացուցիչ ֆունկցիայի կորստի։ Իսկ երբ ունենում ենք կանխատեսելի թե անկանխատեսելի արտանքումներ, ֆունկցիայի կորուստներ, վիրահատությունից հետո իհարկե ակտիվ ռեաբիլիտացիան, թե ֆիզիոթերապիան, թե այլ վերականգնողական բուժման մեթոդները բերում են զգալի լավացման, եթե վիրահատությունը կկրկնեմ անցել է առանց լրացուցիչ բարդությունների, առանց արյան սուր խանգարումների եւ անդառնալի կորուստների։ Մյուս դեպքերում կարճատև արտանքումները կարողանում ենք վերականգնողական բուժման շնորհիվ վերադարձնել գրեթե նախավիրահատական մակարդակի։ Իսկ մի հատ էլ հարց հոգեբանական առումով որ բալիկին արթնացնում եք բանի ժամանակ ինչ տպավորություններ այդ երեխու մոտ ինչ է կատարվում իր հետ ոնց որ այսօր եմ գտնվում բան թե ոնց է այդ պահը շատ հետաքրքիր է։ Տարբեր են լինում։ Լինում են մարդիկ, լինում են երեխաներ, որոնք շատ պարզ գիտակցությամբ են արթնանում եւ կոնկրետ հարցեր են տալիս, ճանաչում են, որոշները նույնիսկ կոնկրետ հարցնում են թե ինչպես անցավ, եթե արդեն դեռահաս են եւ ֆիքսված են իրենց եւ որոշ դեպքերում այո երկարատև նամանավանդ եթե մենք ունենում ենք մոտ տեղակայված գիտակցական ոլորտին օջախներ եւ այդ շրջակայքում աշխատելիս այո ունենում են գիտակցության որոշակի խանգարումներ, որոնք վերականգնվում են օրերի ընթացքում։ Երբեմն հիշողությունն է երկար խախտված մնում։ Այո, զանազան հետաքրքիր ձևերով են աշտանում երեխաները։ Իրականում շատ կարևոր գործ եք անում եւ շատ հետաքրքիր է այն ինչ որ անում եք, որտեվ ինչ ասես կարա լինի էլի այդ վիրահատության ժամանակ ինչքան էներգիա, ջանք, ռեսուրս, նյարդեր, առողջություն պետքա դնել այդ ամեն ինչի մեջ, որ ստացվի գործը ոնց որ պետքա ոնց որ պլանավորում եք, դա իրականում շատ հետաքրքիր ու պատասխանատու է, բայց նաև կուզեմ խոսենք նաև անհետաձգելի դեպքերի մասին, որտեղ գլխի տրավմաները նույնպես Հայաստանում քիչ չեն լինում, հատկապես ավտովթարները, դժբախտ պատահարները, նաև կարող են լինել, չգիտեմ, վերջին պատերազմն էլ ցույց տվեց, որ մենք դրա խնդիրը հաստատ ունենալու ենք։ Նյարդավիրաբուժությունը այս մասով ոնց է մոտենում հարցին եւ դուք կոնկրետ ինչ եք անում, որպեսզի կարողանաք պացիենտներին ճիշտ բուժօգնություն ցույց տաք։ Այո, ձեր խոսքը հարցը վերաբերում է մեր առօրյայի մյուս կարևոր մասին, որը նաև գիշերներն է մեր զբաղեցնում, դա անհետաձգելի բուժօգնությունն է, անհետաձգելի նեյրոտրավմատոլոգիան կամ այլ անհետաձգելի նյարդավիրաբուժական վիճակները։ Շատ մեծ քանակի տրավմաների հետ ենք առնչվում, երբեմն բացատրելի, երբեմն անբացատրելի։ Մեր համար թվացող պարզ տրավմաները, երբ երեխան պարզապես ընկել է փոքր բարձրությունից, մի փոքր կապտուկ ունի ճակատին, երբեմն պահանջում է նույն եռանդով բացատրել, ծնողին հասկացնել, որ դա այնքան էլ լուրջ չէ եւ ընդհանրեն կարող են նրանք այսօր գնալ տուն եւ ուղղակի ակտիվ հետեւել։ Այո, ծնողի համար
իր երեխան շատ կարևոր է եւ մենք արդեն գիտենք, որ պետք է տրամադրենք բավական ժամանակ, թեկուզ պարզ դեպքերը մեր համար միգուցե հոգնեցուցիչ, բայց չցանցրանալ եւս մեկ անգամ մանրամասը ծնողին բացատրել, որ ինչումն է կայանում խնդրի էությունը։ Այդ թեթև կանգողային տրավմաները զբաղեցնում են մեր անհետաձգելի բուժծառայության մեծ մասը։ Պարզ խոսքեր, կրկնվող բացատրություններ, խորհուրդներ եւ երբեմն ունենում ենք նաեւ ծանր կանգողային դեպքեր, կանգողային տրավմաների դեպքեր, կանգի կոտրվածքներ, ներկանգային արյունազեղումներ եւ երբ պետք է շտապ վիրահատություններ կատարել, ընդունված է, որ կան կառավարելի եւ անկառավարելի գործոններ նեյրոտրավմատոլոգիայում։ Անկառավարելի գործոնը դա կոնկրետ տրավմայի պահին այդ մեխանիկական ուժի արդյունքում ուղեղի վնասվածքն է, որը կարող է լինել տարբեր, ինչպես ասեցի, թեթև հարվածից մինչև ուժեղ ջնջխում ուղեղի։ Դա անկառավարելի է եւ դրա բուժման արդյունքները միշտ անբավարար են, միշտ չգոհացնող են, որովհետեւ ուղեղի անդառնալի կորսված մասերը չեն վերականգնվում եւ այդ դեպքում է, որ ֆունկցիայի կորուստը շատ լուրջ ինվալիդիզացիա է բերում։ Եվ կառավարելի գործոններն են արդեն կառավարելի գործոնները կարելի է բաժանել մինչև տրավման եւ տրավմայից հետո։ Ես կուզեմ խոսել նաեւ տրավմայից առաջ ինչ կարելի է անել, որը մեծ կարևորություն ունի մեր հասարակության մեջ, հիմնականում ավտովթարներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ պարզ պատճառներ, որոնց արդյունքում ունենում ենք մեծ ինվալիդիզացիա։ Ես պետք է օգտվելով առիթից նաև հորդորեմ մեր հասարակությանը, մեր վարորդներին եւ ծնողներին խիստ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Վերջերս մենք անցկացրեցինք նաև ճանապարհային երթևեկության կանոնների շաբաթ, ճանապարհային երթևեկության անվտանգության շաբաթ, որում նույնպես հրավիրեցինք ուշադրությունը, կարևորությունը մեր հասարակության վարորդների շրջանակներում պահպանել երթևեկության կանոնները, օգտագործել ամրագոտիներ, մեքենա վարելիս օգտագործել քարսիթեր։ Ինչպես ասեցի, կարճ ժամանակում անկառավարելի ուժը կբերի անդառնալի փոփոխությունների, որի հետևանքները երբեմն մենք չենք կարողանում վերացնել բուժման նույնիսկ գերժամանակակից մեթոդներ կիրառելով, վնասված ուղեղի որոշ մասեր չեն վերականգնվում եւ դա անդառնալի։ Այդ դեպքերի միակ իմ կարծիքով ճիշտ ճանապարհը դա կանխարգելումն է։ Երթևեկենք ճիշտ ճանապարհային կանոններով եւ պահպանենք անվտանգությունը մեր եւ մեր երեխաների։ Այդ որ ասեցիք կներեք մի հատ բան դեպք պատմեմ, այստեղ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի հետ էինք խոսում, այրվածքների ու բաներ, այդ այրվածքների հետ ընդհանրապես կապված, ու ասում է մի օր պացիենտ եկավ մեր մոտ, որ մեքենայում գազի հոտ էր առել, ասել էր հələ սպասի զաժիգալկեն մի հատ վառեմ տեսնեմ ինչից է։ Զարմանալի հետաքրքրություն։ Որ ինչի համար, դե մի քիչ ուշադիր եղի, եթե հոտը առնում ես արդեն խիս վառում այդ զաժիգալկեն, ասենք կարաս չվառես չմեռնես, չէ։ Հետաքրքրասիրություն անհասկանալի։ Նույնն էլ ասենք մտածում եմ, որ պետքա լինի այդ ամրագոտիների հետ կապված, դե այդ կապի էլի, այդ որ նստում ես կապի էլի, ինչ կլինի, կամ երեխուն խի ես դնում գրկիտ, ասում ես դե քշի բալես։ Այդ ամենաբան աբսուրդնի վիճակն է, ես փոքր ժամանակ որ նայում էի, ընդհանրապես հիմա էլ որ տեսնում եմ, մի բան նախանձում եմ, ասում եմ խի ինձ չեն քշացնում, հետո ասում եմ ինչ լավ է որ մի քիչ մեծացա, հասկացա ինչ լավ է որ ինձ չեն քշացնում, որտեվ ինչ ասես կարա լինի էլի դրա պատճառով։ Երեխին թող ավտո քշել սովորի, ինչ բան է, էլի ասենք։ Այո, այստեղ շատ անելիք ունենք եւ մենք լուսավորչական ոլորտում եւ իհարկե նախարարությունը սոցիալական ծրագրերով, գովազդներով անընդհատ պետք է խոսենք այդ մասին, որովհետեւ կարծես այս պահին լսեցինք, ինքներս մենք ուրիշին խորհուրդ տվեցինք ազգուշ երթևեկել, բայց մենք ինքներս հաջորդ րոպեին կարող է խախտումներ անենք։ Այո, պետք է անընդհատ խոսենք սրա մասին։ Կանխարգելումը ամենալավ ճանապարհն է գանգուղային տրավմաների կանխարգելման։ Այո։ Ես դեռև համաձայն եմ, բայց այդ գանգուղային տրավմաներից անհետաձգելի բուժկությունից մի դեպք հիշեմ, այն ժամանակ էլ որ իրար հետ աշխատում էինք, ես հերթապահի որպես բուժակ, ժամը երևի արդեն 11-ն էր գիշերվա, թե 12-ի կողմերն էր, մի հատ մամա եկավ, բա ես պահանջում եմ մի արդա վիրաբույժ ու դուք եք հերթապահի այդ օրը, ասում եմ ինչ է եղել, կասեք։ Ախր նայում եմ երեխու գլուխը ծուռ է մի քիչ, ասում եմ լուրջ դրա համար եկեք հիմա գիշերը ժամը 12-ին եկել եք, որտեղ երեխու գլուխը մի քիչ ծուռ է,
Հետո որ կանչեցի դուք էլ եկաք բան նայեցիք, ոնց որ բացատրեցիք ինչա, հանգստացած իհարկե գնաց, բայց այն որ մի կողմից ասում ես, խի հենց այս ժամին որոշեցիր կար, բայց դե մյուս կողմից էլ եմ որ Այո, բարձր որ բժշկի նյարդերը կարող են տեղի տալ նման դեպքերում, ծանր օրվա վերջում բազմաթիվ հիվանդներից, նույնիսկ վիրահատություններից հետո կգա մի մարդ իր երեխայի հետ, ով որ կասի գիշերը 11-ին ինչու եմ երեխայի գլուխը թեք։ Բայց հասկանալի է որ այդ մարդիկ նույնպես իրենց խնդիրները ունեն եւ եթե այսօր են այս պահին են ֆիքսվել իրանց երեխայի գլխի վրա, մենք նույնպես պետք է գտնվենք բավական խոհեմ նրանց նույնպես բացատրելու, հանգստացնելու եւ տուն ճանապարհելու։ Այդ առումով ես որ հիշում եմ, ես էլ նոր եմ մանկաբուժություն անցել ու այդ գանգի դեֆորմացիաները նոր տենց սկսել էի ուսումնասիրել ոնց է լինում, ինչ կարող լինի, ու ոնց որ դուք սկսեցիք բացատրել sense մանրամասն, ես ինձ համար էր դաս, որ ես լսում եմ ուշադիր, թե ինչ դեֆեկտներ կարող լինի գանգի ու մեկ էլ ու ծնողները ինչ ուշադիր, sense հանգիստ, ոնց որ աստիճանաբար մամայի դեմքը սկսում է փոխվել էլի ընթացքում, որ ուրեմն ամեն ինչ նորմալ է, ոչինչ կգնամ, կքնեմ, կհանգստանամ, երեխեն կմեծանա, ընթացքում կտեսնենք ինչ կլինի։ Ինչ ժամանակ է պետք տրամադրել, որը այո, երբեմն դժվար է, բայց պիտի անենք։ Իսկ նյարդավիրաբույժի աշխատանքը շատ բարդ ու ծանր աշխատանք է, ոնց որ խոսեցինք, այսքան բարդ 5, 6, 10 ժամանոց վիրահատություններ եւ նաեւ հերթապահություններ անընդհատ, դրա հետ դուք ոնց եք հասցնում անձնական կյանքը համատեղեք ու ընտանիքը ոնց է այն փաստի հետ, որ դուք նյարդավիրաբույժ եք։ Այո, նույնպես շատ կարևոր հարց է, բայց այստեղ նույնպես հարցում նույնպես երևի պիտի որոշակի հաջողություն ունենաս տրվածի վերուստ, ունենաս համապատասխան, իսկ ասեի հասկացող մարդ, ով որ լավ կին, լավ ընտանիք, դա միակ գրավականն է, որ կարողանաս զբաղվել սիրած աշխատանքով եւ շատ կարևոր ընտանեկան կյանքը չխոչընդոտի կամ չխանգարի քո պրոֆեսիոնալ գործունեությանը, որը կարելի է հակառակ հարստությունից նայել, կնոջ հարստությունից, որ պրոֆեսիոնալ գործունեությունը խոչընդոտում է խաղաղ ընտանեկան կյանքին։ Այո, սա մեր իրականությունն է նյարդավիրաբույժներից, որ պետք է կարողանանք համատեղել, բայց առաջին իմ համար առանձնացված ֆակտորը դա կնոջ դերն է, հարազատների դերն է, ովքեր կարողանում են անկանխատեսելի երկար ձգվող օրերի վիրահատությունների արդյունքում հասկանալ մեր մասնագիտության կարևորությունը, անխուսափելի դեպքերի հնարավորությունը, բայց եւ լինում են շատ լավ օրեր, որոնք միգուցե ավելի քիչ են, քան ծանր օրերը, երբ կարողանում ենք շուտ ավարտել եւ մեծ ոգևորությամբ գնալ տուն, ունենալով բավական ժամանակ ընտանիքի հետ անցկացնելու, բավական լավ վերալիցքավորվել եւ հաջորդ օրը նույնպես գալ աշխատանքի։ Այո, շատ դժվար է համատեղել պրոֆեսիոնալ նեյրովիրաբույժի գործունեությունը առօրյան ընտանիքի հետ։ Ձեր կինն էլ է բժիշկ, ինքն էլ է մասնագիտության բժիշկ, թե այլ մասնագիտություն ունի, որ հասկանում այդ ամեն ինչը։ Ոչ, կինս բժիշկ չէ, բայց շատ լավ հասկանում է արդեն նամանավանդ վերջի ժամանակներս, երբ որ ինքը ունի իր սեփական աշխատանքը եւ սեփական կարիերան, կարիերայի զարգացման ընթացքում է, այո, ավելի լավ է հասկանում։ Սկզբնական շրջանում, երբ ունենք բալիկներ եւ հիմնականում տաններ, դժվար էր հասկանալ, թե ինչ կա աշխատավայրում, որ կարելի է այդքան երկար մնալ։ Իսկ հիմա, երբ ինքը տնտեսագետ է եւ զբաղվում է պետական գնումներով, այժմ երբ որ շատ ծանրաբեռնված օրեր է ունենում եւ ինքն է ինձ խնդրում, որ մի քիչ ավելի գործի տեղը ավելի երկար կմնամ, ես պետք է ավելի ուշ մոտենամ իրան գործից վերցնելու, շատ ավելի մռնով եւ հասկանալով խոսում են մասին, որ այո, հնարավոր են անկանխատեսելի դեպքեր եւ հնարավոր է երկար մնալ աշխատանքը նույնպես մեր կյանքի շատ կարևոր մասն է, որին պետք է երբեմն նույնպես շատ ժամանակ տրամադրենք։ Այդ ներքին պոտենցիալի ռեալիզացիան իրացումը շատ կարծում եմ կարևոր է, որ բավարարված զգաս քեզ կյանքում, որ կարողացար անել այն ինչի համար եկել ես այս աշխարհ կամ ինչը որ քո մոտ ստացվում է, գոնե առնվազն։ Հիմա ոնց որ մենք արդեն մոտենում ենք ավարտին, ես կուզեմ մեր ավանդական հարցը տալ, եթե հետ գնայիք հետ, հանդիպեիք երիտասարդ Էդուարդ Ասատրյանին, ով որ նոր ավարտում է բժշկական համալսարանը, ինչ խորհուրդներ կտայիք իրան եւ ինչ կփոխեիք, որ այն ժամանակ արել եք, բայց չէիք ուզի հիմա, այդպես լիներ։ Հետաքրքիր շատ հարց տվեցիք։
երևի թե շատ բան չի փոխի, որովհետև որ հետ եմ նայում, այո, կարծես թե ամեն ինչ գնում էր թեև դժվար, թեև բազմազան, բայց գնում էր ճիշտ ուղղությամբ։ Դժվարությունները հաղթահարելու համար միգուցե Սանկտ Պետերբուրգում գտնվելու տարիներին կուզենայի, որ կինս լիներ ավելի շատ իմ հետ, որտեվ այնտեղ ժամանակ էր անցնում, որոշ դատարկ ժամանակ էր մնում, որ հիմա երբ հետ եմ նայում, կուզեի, որ լցված լիներ կնոջս ներկայությամբ, երեխայիս ներկայությամբ։ Այդ խորհուրդը, որը նույնպես դժվարություն էր, իրականում հնարավոր էր, բայց ես ինքս գիտակցում էի, որ շատ խորանալու համար մասնագիտության մեջ պետք է որոշ զրկանքների պատրաստ լինենք։ Բայց կարծում եմ, որ դա նույնպես հնարավոր կլիներ, եւ ես խորհուրդ կտայի Էդուարդին այդ ճանապարհը անցնել նույնպես կնոջս հետ։ Մասնագիտական առումով կուզեի, որ մենք ունենայինք հնարավորություններ բոլոր տարիների ընթացքում ուսումնասիրել տարբեր դպրոցների փորձը, տարբեր դպրոցների մոտեցումները, որը միգուցե ինչ-ինչ պատճառներով մեր մոտ եղել է սահմանափակ։ Ես գտնվելով մի բժշկական կենտրոնում հիմնականում տեսել եմ այնտեղի փորձը, բայց ունեինք նաև հնարավորություն այցելել տարբեր հիվանդանոցներ եւ վերցնել այնտեղի փորձը, որը ես կասեի, որ այո, պետք է դա օգտագործել, եւ կասեի, որ պետք է ավելի շատ բարձրաձայնենք մեր խնդիրները նույն ղեկավարության շրջանակում եւ հասցնենք տեղ այդ խնդիրները, որովհետեւ ադմինիստրատիվ մասը երբեմն բավական տեղեկացված չի առկա պրակտիկ օղակների խնդիրների մասին եւ ըստ այդմ դժվար է, ես կասեի, մեր խնդիրները պետք է ավելի շատ բարձրաձայնենք, ավելի անընդմեջ բարձրաձայնենք, որ պահանջենք, հետևենք դրանց լուծմանը։ Շատ շնորհակալություն ձեզ շատ հետաքրքիր զրույցի համար, ինձ համար շատ ուսուցողական էր ու նաև ես շատ շուտվանից եմ ուզում, որ մենք այս ոդքասթը ունենայինք։ Մի քանի տարի, 2 տարի առաջ ես կանչել եմ ձեզ, բայց դե հիմա ստացվեց եւ շատ ուրախ եմ, որ եկաք։ Ես նույնպես շնորհակալ եմ Դավիթ ջան, շատ հաճելի է, շատ անկեղծ զրուցեցինք, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, դուք էլ շարունակեք հետևել մեր ալիքին, պարտադիր բաժանորդագրվեք, զանգակի կոճակը սեղմեք, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, եթե կուզենաք ինչ-որ այլ մասնագետի կանչենք, անպայման նշեք եւ պարտադիր տարածեք մեր տեսանյութերը, որպեսզի ավելի շատ մարդիկ տեսնեն եւ ավելի շատ ուսանողներ դառնան լավ բժիշկներ։ Այսօր այսքանը, ցտեսություն։